Ուրին հատ դրանից ստարի, մի հատ է մրկային, եչի կա։ վրա։ Խաչարձան գյուղի խանութն է, փոքրիկ, բայց կարևոր գյուղի բնակիչների համար։ Խանութպանը Արամ Զախարյանը, ինչպես եւ գյուղի բնակչության մեծ մասը 90-ականներին քաղաքել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններից։ Ծննդով Դաշկիսանից, Քարաթի շրջանի Կիրանց գյուղից, Շարուքար գյուղից։ Կիրանց որ ասում են, ես Կիրանց ասում, չէ, մեր Դաշկիսանի Կիրանցը։ Ավելի քան 20 տարի աշխատեցնում է այս խանութը, հարմարվում է բոլորի հետ, համբերատար լսում է, ընտրում, առաջարկում, որևէ մեկին չի մերժում այսպես կոչված նիսյաների տետրում գրանցելու հարցում։ Մեծամասամբ նսյան նաղդովը տաքսի են նստեմ գնեմ Իջևան, նսեն գալիս տես։ Ես, խնդրեմ։ Դե աշխատանք չունեն մարդիկ, որ ասես ինչ-որ մի հիմնարկում ձեռնարկություն աշխատում են, թոշակի ու նպաստի օրը ստանում են, պարտաճանալ բերում փակում մարդիկ։ Հիմա ինչ-որ մեկը կա, որ նիցյա չտանի, կա տես մարդ։ Չէ, երևի, շատ քիչ։ Չէ, տեղավորվում եմ, բայց էլի մեկ տանում եմ։ Աստուն փակ, տղաներս Ռուսաստան աշխատում են, ուղարկում են, մենք օգտվում ենք։ Այս գյուղից էլ ժամանակին արտագաղթ եղել է, սակայն վերջին տարիներին տարբեր պատճառներով արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է։ Շատերն աշխատում են գյուղում, Դիլիջանում եւ հարևան այլ բնակավայրերում, հիմնականում շինարարության ոլորտում։ Մինչև պատերազմը 2020 թվականի արտագնա աշխատանքի մեկնողների թիվը շատ էր, բայց կապված աշխատատեղերի ու նաեւ ռուսական ռուբլու արժեքի զրկման միջոցով բավականին քիչացել է մի քանի ընտանիք։ Ընդհանրապես ես կցանկանայի առաջի հերթին խաղաղություն, որ խաղաղություն լինի, աշխատանք լինի երիտասարդները, որ շատ մեր գյուղը կհավատակ 90-ական թվականներին մեր Իջևանի Կավրո գործարանը լսած կլինեք, խալի գործարանը։ Մի կառուս գնում էր ընդ աշխատելու մեր գյուղի երիտասարդներից։ Երկու մի կառուս մի հատ կավեզը, Դիլիջանի իմպուլս։ Տավուշյան հրաշալի բնության կրկում ծվարած այս գյուղը շատերն անվանում են Փոքրիկ Արգենտինա։ Հարավամերիկյան այդ երկրի հետ կապը տարիների պատմություն ունի, որի հիմքերը դրել է արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը։ Նրա նախաձեռնությամբ եւ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվել են գյուղի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնք ընդմիշտ փոխել են տեղաբնակների կյանքի որակը։ Արգենտինահայ մի քանի ընտանիքների շնորհիվ նրանք մինչ օրս տարատեսակ օգնություն են ստանում, նորածիններին, ուսանողներին տրվող աջակցություն եւ այլն։ Արգենտինացիների հետ մեր բարեկամությունը սկսվել է 2013 թվականից, նոր բուժկետ կառուցեցինք, այնուհետև դպրոցը վերանորոգեցինք, մյուս տարի հաջորդ տարի սպորտ դահլիճը, խմելու ջրագիծ, մանկապարտեզն ենք վերանորոգել, գյուղապետարանի տարածքն ենք վերանորոգել, մեղվաբուծությամբ զբաղվողներին օգնել են, մեղվապետակներ են տրամադրել։ Մինչև այսօր մեր բնակավայրի ուսանողների ամբողջությամբ ուսանողական վճարները իրանք են վճարում 2016 թվականից մինչև այսօր յուրաքանչյուր ծնված երեխայի համար 100,000 դրամ են տալիս։ Խաչարձանի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մասամբ նաև հողագործությունը եւ մեղվաբուծությունը։ Գյուղում կան գործող եւ նոր կառուցվող հյուրատներ, որոնք եւս զգալիորեն մեղմում են զբաղվածության խնդիրը։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրով նախատեսված է մեկ թաղամասի ոռոգման ջրի հարցը լուծել։ Գյուղում խմելու ջրի խնդիր կա նաև եւ որոշ ճանապարհահատվածների բարեկարգման անհրաժեշտություն։ Սուբվենցիոն ծրագրերով 2024 թվականին գյուղի երկու ճանապարհներն ենք տոֆապատել, առաջի փողոցը 525 մետր եւ երկրորդ փողոցը 600 մետր։ Լուսավորություն ունենք ամբողջությամբ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Տավուշի մարզ, գյուղ Խաչարձան։